նախ կխնդրեի գնահատական չտայիք իմ հարցերին, թե ես տպավորված եմ, թե ոչ, ես ընդհանրապես հարց եմ ուղում, ես բացարձակ տպավորված չեմ։ Իմ հարցը ուրիշ բանի Շատ հաճելի է, որ դուք էլ տպավորված չեք երիտթուրքերի նախկին կոալիցիոն գործընկեր դաշնակցականներից, շատ ողջունում եմ ձեր չտպավորված լինել։ Ես իմ հարցը ուրիշ բանի մասին էր, իմ հարցը նրա մասին էր, թե արդյոք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը իրական Հայաստանում տեղ ունի, թե ոչ, թե Փաշինյանական իշխանության ձգտումը Թուրքիայի հետ հասնելու խաղաղության ցեղասպանությունը արդյոք այդ ճանապարհին խոչընդոտ է, թե ոչ։ Իմ հարցը սրա մասին էր։ Ձեր հարցը խիստ անհասկանալի է եւ ինձ մի զարմացնում է ինչու են ձեր հարցերը ծնվում բացառապես ընդդիմության թեզերից եւ իմ մոտ տպավորությունն է, որ երբ որ մենք ձեզ բան ենք ասում, դուք մեզ չեք լսում կամ չլսելու եք տալիս։ Դուք չեք հետևում քաղաքական իրադարձություններին, չեք տեսնում մեր արձագանքներն ընդդիմության եւ ընդդիմության դատարկ մտքերը։ Դուք հիմա ինչ հարց եք տալիս։ Չկա որևէ հայ մարդ, ով կարող է մերժել ցեղասպանությունը։ Չկա որևէ հայ մարդ։ Ես տեսա, որ դաշնակն ասեց Յան ազգանունով մարդ չպիտի լինի, որ մերժի ուրեմն ցեղասպանությունը, հայ ժողովրդի հետ տեղի ունեցած։ Որևէ վերջացանցով վերջացող ազգանունով մարդ չի կարող մերժել այն պատմական իրողությունը, որը տեղի է ունեցել։ Եվ արձագանքելով նաև ընդդիմության այս կեղծ եւ կեղտոտ, շատ կեղտոտ նաև պնդումներին պետք է երկրորդեմ գործընկերոջս բոլոր ասած փաստերը դրան հավելեմ։ Ձեր կողմից հիշատակված մարդիկ, որոնք փորձում են մեղադրանքներ ուղղել ուրեմն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը հարգելիս ոչ թե Փաշինյանական իշխանությանը, այլ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։ Դուք լրագրող եք եւ խնդրում եմ ձեզ առանձնահատուկ մեկնաբանություններ մի դրեք ձեր հարցերի մեջ։ Ինչպես կարա լրագրողը նստի եւ ասի Փաշինյանական իշխանություն։ Դուք լրագրող եք թե ընդդիմադիր գործիչ։ Ես դա եմ ուզում հասկանալ։ Ասեք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, որոնք բարձրաստիճան պաշտոններ են եւ դուք պետք է հարգալից վերաբերեք այդ պաշտոնյաների նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Եվ ես ավելացնեմ նաեւ ուրեմն ձեր կողմից անընդհատ հղում արվող այդ ուժերին, թե ովքեր են իրենք։ Նրանք այն ուժերն են, նախ Օսման դաշնակներն են, ինչպես գործընկերը շատ ճիշտ հիշատակեց, 1915 թվականի ցեղասպանությունից հետո դաշնակները ուրեմն ներողություն, ցեղասպանությունից առաջ դաշնակները ուրեմն երիտթուրքերի հետ համագործակցում են ու իրենց անունը այդ ժամանակաշրջանում արդեն հայտնել որպես Օսման դաշնակներ։ Հիմա դուք այդ մարդկանց ուրեմն մեղադրանքներն եք փորձում մեզ ուղղել, այն մարդկանց, ովքեր որ Թուրքիայի նախագահի այցելության ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն էին անջատել։ Արարատի նկարն էին հանել ուրեմն ազգային, Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից։ Ու դուք գալիս եք այստեղ մի իշխանության ու մորոք ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները ցեղասպանությունն է ճանաչում, Ջո Բայդենը ցեղասպանություն, բառն արտաբերում, ու դուք գալիս եք մեզ փորձում եք ուղղել ընդդիմության մեղադրանքներն առայն, որ մենք փորձում ենք ինչ որ մի կերպ ցեղասպանությունը սակարկման առարկա դարձնել։ Դուք Հայ2 հեռուստաընկերությունն եք, չէ՞ ներկայացնում Ռոբերտ Քոչյանին պատկանող։ Դե էլի Ռոբերտ Քոչյանի Մայրապետյանին, լավ, սենց ասեմ։ Իրան պատկանող հեռուստաընկերությունում եք աշխատում։ Լավ կլինի գնաք ձեր հեռուստաընկերության ղեկավարությանը հարցնեք ինչու էին ուրեմն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին փորձում նաև սեղանին դնել ցեղասպանության հարցը, որը անհերքելի փաստ է։ Մենք չենք ենթադրում ինչպես ընդդիմությունը, չենք փորձում հորինել ինչպես ընդդիմությունը։ Մենք փաստեր ենք արձանագրում։ Եվ ես կոչ եմ անում լրատվամիջոցներին առհասարակ ուրեմն մոտիկ չգալ ցեղասպանության թեմային եւ դա փորձել օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործիք։ Նույնը նաեւ կոչ եմ անում ընդդիմությանը։ Մեր արձագանքը շատ խիստ է լինելու այս թեմային, որովհետեւ ցեղասպանության թեման այնիշ տեղի ունեցել են ողբերգությունը, որը տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, քննարկման ենթակա չի այլևս, սակարկման ենթակա չի որևէ կերպ։ Շնորհակալ եմ։ Բայց վերադառնալով ձեր հարցին, ինչքանով տեղ ունի ցեղասպանությունը իրական Հայաստանում, առհասարակ ցեղասպանություններ իրական Հայաստանում այլևս չեն լինելու, բայց ինչ տեղ ունի 15 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը Հայաստանում, դե այնքանով տեղ ունի, որ ցեղասպանությունը կազմակերպած քաղաքական ուժին երիտթուրքերին
ինչ որ առումով նաև իշխանության բերած դաշնակցությունը քիչ առաջ ձեզ այստեղ ճեպազրույց էր տալիս։